Փառք դերոջը ուրախ դրամատուրգիով, որ երկրբակենք մեր դերը եւ գարտանք իր խոսքը, որովհետեւ գարենանք այս խոսքը մեր կյանքին մեջ աբացուցանել, որ լսեցինք ու ապրեցանք։ Պիտի գարտամ դերոջը խոսքան առաջին Պետրոսի երկրորդ գլուխ 21-րդ համարեն 25-րդ համարը։ Երկրորդ Պետրոսի երկրորդ գլուխ 21-րդ համարեն 25-րդ համարը։ Քանզի դուք այս բանին համար կանչվեցաք, վասնզի Քրիստոս ացեզի համար չարչարվեցավ ներողություն ու ցեզի օրինակ որ ցեզի օրինակ թողուց, որպես իր շավիղներուն հետևիք։ Անմեղ չկործեց ու իր բեռնին մեջ նենկություն չգտնվեցավ։ Բայց կնախադվեր եւ փոխարենը չեր նախադեր, կչարչարվեր ու սպառնալիք չերներ, հաբա ինքնին արդար տադավորին կհանցներ, որ մեր մեղքերը իր մարմինով խաչապայտին վրա վերցուց, որբեսի մենք մեղքերեն ազատինք ու արդարության համար ապրինք, որուն վերքերով դուք բժշկվեցաք, բասնզի մոլորյալ ոչխարներու պես էիք, բայց հիմա ձեր հոգիներուն հոգիով ու դեսուչին դարձաք։ Շնորհակալ ենք այս խոսքերուն համար։ Ասոնք մեր կյանքերում մեջ թող աբացուցանվին քու զորությունով եւ քու կամքի համաձայն Հիսուսի անունով օրհնի այս խոսքերը։ Ամեն։ Ուրեմն Հիսուսի համար խոսվեցավ այս խոսքերը։ Ով է Հիսուս եւ ինչու համար աշխարհ եկավ եւ մեռավ, ադոր պատասխաններն էին, որ մեզի համար աշխարհ եկավ եւ մեզի համար մեռավ եւ չարչարվեցավ, ապտակվեցավ, չապտակեց։ Իրեն հայրեցին, ինքը չի վերադարձուց հայյանք։ Ձեզվեցավ, ուրիշին չի ձեզեց։ Չարչարվեցավ, փերանը չի բացավ։ Եվ այս բոլորին վրա, խաչին վրան սպանեցին զինքը, որբեսի մեր մեղքերուն համար մեռնի եւ մեզ ազատե մեր մեղքերեն եւ արդարության համար ապրինք իր բարքին համար իր վերքերով մենք բժշկվեցանք իր խաչին վրայի արյունով մենք փրկվեցանք երկրորդ ընթերցանության դերը բիդլա ավետարանը Հովաննում 6-րդ գլուխ 38-ն 40 համարները Հովաննու 6-րդ գլուխ 38-ն 40 համարները Հիսուս կխոսի Ես երկինքեն իջա ոչ թե իմ գամքը սնելու հաբա անոր գամքը որ զիս գրգեց Ես զիս գրգող հորը գամքը այս է եւ զիս գրգող հորը գամքը այս է որ այն ամենը որ ինք տվավ չգործընծնեմ հաբա անոնց հարություն առնել դան վերջին օրը քանզի զիս գրգողին գամքը այս է որ այն ամենը որ գտեսնեն որդին եւ կհավատան անոր հավիտենական կյանք ունենան եսալ անոնց հարություն առնել պիտի դան վերջին օրը խոստում մնե Հիսուսի կողմանը ուրեմն Հիսուս աշխարհ ինչու եկավ իմ հորս կամքը անելու համար ես աշխարհ եկա ուրեմն ինքը մեզ գսիրե հայրն ալ մեզ գսիրե ինքը իր հորը մեզի հանդեպ ունեցած սերը գադարելու համար հոժարեցավ աշխարհ իշնել աղդոտ փոսներուն վրան կալել եւ խաչանցն արավ եւ մերավ որբեսի մեզ իրեն հորը զավակները ընե եւ իրեն իշխանություն դրվեցավ որ մեզ մեր քերազմաններեն դուրս անե որբեսի իրեն հետ երկնային տակավորության մեջ լանք հիմա հարցում այս է դու գուզես այս տեսակ աստված մկուսրդիտ մեջ ունենալ դու գուզես այս տեսակ աստծո հնազանդ լալ դու գուզես այս տեսակ աստված մկուսրդիտ մեջ չընդունել որ քեզի գրնա առաջնորդել
Թուն գուզես այս տեսակ ասված մկեր որ քեզի երկնային հարստության մեջ պիտի մտցնե եւ այս ժամանակավոր չարչարանքեն բիդազադե քեզ եթե գուզես պիտի տեսնենք մի քանի հոգիներ որոնք ինչպես հավատացին իրեն այս կյանքի ընթացքին ու երտնային թակավորության եթե չարժանացան պիտի արժանանան պիտի սկսի առաջին ասնավորութենեն նայենք որ որոնք հետևեցան իրեն առաջին ասնավորություն Ծննդոց 5-րդ գլուխ 24-րդ համար Ենովք Աստծո հետ կալեց եւ չեր գտնվեր Քանզի ասված արավ զանիգա Ենովք Ծննդոց 5-րդ գլուխ 24-րդ համար Ենովք մեգներ որ ասված կսիրեր եւ ասվածալ զին կսիրեց եւ փնդրեցին իրեն քաղաքին մեջ երկրին մեջ եւ չկդան եւ գիտсан որ ասված Ենովքը արավ քանի որ քերեզմանատուն չկադած եւ չթաղվեցավ առաջին ներասի Երկրորդ Ծննդոց 15-րդ գլուխ 6-րդ համար Դեցերորդ համարը գարտալ են քիչ մվեր են գարտանք Ահա դերոջ խոսքը անոր եղավ սելով որոն խոսքը դերոջ խոսքը որոն որ եղավ հիմա բիքիտնակ թե որոն եղավ Ծննդոց 5-րդ գլուխ 15-րդ գլուխ 4-րդ համարը Անիկա կժարանքությունը պիտի չլա դերն է խոսով բայց ան պիտի ըլլա քու ժառանգորդդ որքու մեջկետ պիտի ելլե Եվ թուրս հանեց անիկա ուսավ ասված թուրս կհանեգոր իրեն վրանեն Եվ խոսի որ ցույց տալով հիմա թեպը երկինք նայե Աբրահամ ու ասխերը համրե Եթե զանոնք համրել գարենաս սավանոր քու սերունդը այսպես պիտի ըլլա Աբրահամ հավատաց Տերոջը որ Աբրահամի արդարություն սեպեցավ Աբրահամը որուն հավատաց Տերոջը հավատաց ինչ խոստում արավ Աբրահամը սավ եթե ասխերը գրնաս համրել Գիտեմ եկար մենք ալի մատիրենք նեչեն կնար համրել Ես սավ կուսերուն տտ ասխերուն չապ պիտենեն որտուն համրանքը չես կնագար համրել Աբրահամը գսիրեր դերոջը եւ հետևեցավ իրեն ու աբրեցավ իրեն համար Ասոն համար գարտամ գոր այս անձնավորություններուն անունները Նաև նոյ անունով մեկը գար Ասված իրեն ասավ Նոյ դա բան մը պիտի շինես Այս ժողովուրդը իմ քիթես բերավ Բոլորը պիտի վերցնեմ այս աշխարհեմ զղջացած եմ իրենք ստեղծելու Թուն քեզի խիժապեր պայդե դա բան մը շինե Ես քեզի չափերը պիտի դամ նավուն չափերը պիտի դամ Եվ թուն եւ քու ընտանիքը դալոր մեջ պիտի մտնեք եւ այն գենտանիները քեսի պիտի ղրգեմ լավ մտի գրեք գենտանիները որ մեկ ցանը լսեցին աստծո չեմ գիտեր հայրավոր գենտանիները եկան եւ ատնավուն մեջ թուրը փած էր արդեն ամենը ներս մտան ինչպես ճանցան նոյը ինչպես ճանցան նավը չեմ գիտեր բայց ամենը եկան մտան այսօր եթե մեկը շուն մունենա եւ գուզե թաստիարագել դբրոս կղրգե շապատներով որ կարողանա անոր նստիլ սորվեսներ ուր մնաց որ հայրավոր գենտանիներ երբ որ հրամանի եկավ աստուծմե որ գենտանիները պետք է երթան եւ նոյն ալսավ զույգ պերանոնց նոյը գանչեց աստծո հրամանով աստծո ցայնով աստված գրգեց աստված գրգեց նոյը գանչեց հնազանդեցան եւ եկան եւ մտան նավ ինչու համար որբեսի ազատվին չհեղեն եւ մահեն զույգ
Եվ նավուն թուրը կոչեց ասված չրհեղեղը եղավ եւ աշխարհը լման գործանեցավ անոնք որոնք նոյին վրա գխնդային ամոթով եղան եւ որ սկսան իրենց վերջին շունչը առնել այդ ջուրը որ կբարձրանար վրանին այսօր նույնը չէ մեր կարոզին դիմաց մենք կկարոզենք Տերոջը խոսքը գուզենք որ մարդիկ ապաշխարեն քանի հոգի մտիկ կնե եւ գտնունի զինքը Քիչորեն բայց որ Հիսուս կվերաթարնա երկինքեն եւ քերեզմաններեն հարություն առնել գուտա եւ ողջ մնացածներն ալորեն հավատան երկինքը օդի մեջ վիրտան ուր մնացին անոնք որ չհավատացին հոս մնացին եւ գրագը գերավ արտնցեք սիրելիներ եւ հավատացեք Աստծո որբեսի բրգվի Հիսուս Քրիստոսի արյունով ծեր մեղքերեն ասի խնդանքս է եւ դերոջը խոսքն է Հովսեփ անունով բադանի մգար այս Հովսեփը եղբայրներեն պատճվեցավ հորը ցկվեցավ աստված ցանիգա անեց հորեն գրգես փարավոնինկով եւ դարեների հետ փարավոնին երկրորդը եղավ Եգիպտոսի փարավոնին երկրորդը գիտեք ինչ կնշանակե փարավոնը իրեն մադանին հանեց եւ իրեն Հովսեփին ծեր կանցուց եւ ասավ թուն ինչ որ գուզես կորոշես եւ գնես միանաս աթորը ինձ մե քեզի դարբերտողն է Հովսեփ աստված կսիրեր անշուշտ կսիրեր ինչու կսիրեր քանի որ հոն մեկ գար եւ քեղեցիկ դիգին մներ Հովսեփին ասավ Եգուրը ասավ միասին ժամանակ անցնենք Հովսեփը ասավ ես Աստծո հանդեպ ասավ մեղջեմ կորձեր Ոչալ քո ամուսինի թեմ ուզեմ հանցանք կորձել Ինչու համար որովհետեւ Աստված կսիրեր գուզեր արդարության մեջ կենալ Աստված սանիգա լավակույն ընդրյալը հրավ Մովսես անունով ուրիշ մարգարե մնալ գա երկրորդ օրենաց 18-րդ գլխուն մեջ 17-րդ համարի մեջ Դերը ինձ իսավ Ասած խոսքերնին շիդագ է քեզի վես մարգարե մը պիտի հանեմ անոնց իրենց եղբայրներում մեջ են ու իմ խոսքերս անոր փերանը պիտի տնեմ ու ինչ որ անոր բատվիրեմ անիգա անոնց պիտի խոսի Խոս ինձ շատ հետաքրքիր հարց մը գտնե Աստված Իրենց եղբայրներուն մեջ են եւ իմ խոսքերս անոր փերան ես իմ խոսքերս անոր փերանը պիտի տնեմ եւ ինչ որ անոր բադվիրեմ անոնց պիտի ասե Աստված մարդումը փերանը իր խոսքը պիտի տնե ինչ որ հիմա մենք կխոսենք իր խոսքը եւ ան որ անոր մտիկ չնե Բադիջիդակ պիտինա Եվ ով որ մտիկ չնե խոսքերուս ոչ թե գսի անոր խոսքերուն ան որ մտիկ չներ խոսքերուս գսի Աստված քանի որ Աստված անոր փերանը եղավ որոնք անիգա իմ անունովս պիտի խոսի այն մարդեն ես վրեժ պիտի առնեմ Դերը գուզե որ թուն իր փերանը լաս Դու ինչպես իրեն պերանը գրնաս լալ գիտես այսօր շատ թյուրն է եւ շատ ճշմարիտ է երբ որ Հիսուսի խոսքերը գսկսես խոսիլ եւ գուզես որ մարդիկ ապաշխարեն եւ գսես Հիսուսի խոսքերը եւ գկարոզես Հիսուսի խոսքերը թուն իրեն պերանը գլաս Մովսես էր այս մեկը Հոս հրուտ անունով Դիգին մգար Աստուծմե ընդրյալ էր եւ պատմությունը պիտի գարտամ Նոյևի անունով դիգին մը երկու որդի ուներ եւ այս երկու որդիները Ոպնի ու Փենեհես կգոչվեին Եվ ասոնք ամուսնացած էին, ուրեմն այս երկու
ներողություն, Մելլոն եւ Քելլոն էին երկու անունները Նոեմի դակներուն, որոնք ամուսնացած էին Հրութի եւ Որպայի հետ։ Այս Մելլոնը եւ Քելլոնը Նոեմի դակները գմերնին եւ իրենց գիները առանց ամուսինի գմնան։ Հրութ կթարնա եւ Որպիային գսե իր գեսուրը համբուրեց, բայց Հրութ անգե չզադվեցավ։ Գեսուրին Ոպնային գեսուրը համբուրեց եւ քնած իրեն մորը հետ։ Բայց Հրութ հաջորդ հարսը հետեւյալը գսե. Անիգա չզադվեցավ, սակայն Նոեմի ասավ. ահա քու ներդ իր ժողովուրդը ու իր աստվածներուն դարձավ, տունալ ներոջը տեդևեն դարձիր ու կնա։ Բայց Հրութ ասավ. զիս մի համոզեր, որ քեզի թողում եւ քեզ մեհրանամ, քանզի ուր որ երթաս հոն երթամ եւ ուր որ մնաս հոն պիտի մնամ։ Քու ժողովուրդդ իմ ժողովուրդս պիտի ըլլա ու քու աստվածդ իմ աստվածս պիտի ըլլա, հոս էր կարևոր հարցը։ Հրութը գսե. քու աստվածդ իմ աստվածս պիտի ըլլա։ Ու քու աստվածդ իմ աստվածս պիտի ըլլա։ Ուր որ մեռնիս, ես ալ հոն պիտի մեռնիմ, հոն թաղվիմ։ Դերը ինձ այսպես ու ասկե ավելին ընե, եթե զիս քեզ մե մահվնե զատ ուրիշ բան մզադե։ Երբ Նոեմի դեսավ, որ անիգա միտքը թրերը իրեն հետ երթալ, ալ չխոսեցավ անոր։ Հրութ ընդրյալ հարց մներ դերոջի գոմանե։ Եվ իր կեսուրեն իրեն աստվածը բաշտելու հետը կնած մինչև իր կյանքին վերջը։ Հոսքը դեսնենք ուրիշ անձնավորություն մգա, որ անուն Դավիթ է։ Աստված ընդրեց Դավիթը։ Բադանի հասակեն ընդրվեցավ իբր թագավորը լալու, երբ հովիվ էր։ Ոչխարները հովիվ։ Սամել մարգարեն կնաց եւ ընդրեց այդ երդասարտներեն եւ սա հատ միևս ունիս ուր է այդ երդասարտը Սավադի հովիվ է։ Սավադի գալ թողկա։ Երբ որ եկավ, Դավիթն էր 16 տարեկան։ Եվ ասավ այս Դավիթը դերը ընդրեց, որ թագավորը լա Իսրայելի։ Դավիթ իր փոքր դարիքեն աստուծմե ընդրյալ թագավոր մնել Իսրայելին եւ Աստված զանիգա շատ կսիրեր։ Ընդրյալ էր։ Դավիթ Աստված շատ կսիրեր։ Այդ չի նշանակե որ մեղքի կորդեց։ Կորդեց սխալները, բայց նորեն ապաշխարեց։ Ետ ծունգի եկավ, ներողություն խնդրեց, Աստված անիգա ներեց եւ շարունակեց ներողը ջամփան։ Դավիթեն վերջը Դանիել անունով մարգարե մնալ ելավ, որ դերոջը զավակն էր։ Դանիել Աստված շատ կսիրեր։ Երբ Դանիելին ասվեցավ արյուզներուն կուպը բիդերտաս, քանի որ աղոթեցիր։ Քանի որ դու քո ազգը սիրեցիր, բադուհանդ բացիր եւ աղոթեցիր եւ թագավորին հրահանգին չհնազանդեցար, ուրեմն բադիժը պետք է արյուզներուն կուպ երտաս Դանիել։ Եվ Դանիել առանց վախի արյուզներուն կուպը կնաց։ Եվ արդուգանուխ թագավորը չի լուստած կսե գնաց արյուզներուն կուպին վերի բադուհանեն, որբեսի դեսնե թե Դանիելը ոչ մնաց, թե չի մնաց։ Թագավորը գիտեր, որ Դանիել աստվածավախ էր։ Աստված կսիրեր Դանիելը։ Գնաց դուրը բադուհանը բացավսավ Դանիել վարեն պատասխանեց, դերեմ սավ ես քեզի հանդեպ ոյ մեկ սխալ բան չեմ։ Թագավորը շիրավարումի մատնվեցավ արյուզներուն կուպին մեջը Դանիել ոչ մնացածի եւ գխոսի։ Ով է բահողը։ Աստված ինքն է։ Ինչու համար, որովհետև Դանիելը սիրեց Աստված։ Դանիելը գսիրեր իր Աստվածը, 3 անգամ օր աղոթ կներ, բադուհանը կփանար թե Երուսաղեմ եւ գաղոթեր, այսօր եւ տուն եւ ես կանի անգամ գաղոթեն գորը։ Եթե թերևս շաբաթը մեկ անգամ աղոթեն, գով ինչ մեծ բան։ Արտնցեք դու օրվա մեջ 3 անգամ գուջաշեք, նախաճաշ ճաշ եւ ընտրիկ։
Օրական քանի 100 անգամ կշնչեք։ Ուրա այն Աստվածը որ ցեզի այս բոլորին իրավունք կգուտա եւ դուք միան մեկ անգամ գաղութեք օրը եւ գամալ շաբաթը մեկ անգամ եւ գամալ դարին մի քանի անգամ եկեղեցի երթակ եւ ոնք գաղութեք որ Աստված ցեզի լսե։ Երբ որ Աստված մեզի ամեն օր կյանք կշնորհե օրական 24 ժամ ապրելու, բայց դու անոր բադիվ գուտասմի անդարին 2 անգամ, 3 անգամ եկեղեցի երթալով եւ չես գիտեր որ ուր բիտնեսի ուր բիդաղոթես, քանի որ շվարեսար աթորներուն դեղա փոխված է։ Խնդրեմ ձեզ ով սիրելիներ, հայրենագիցներ, աչքերնի դարձուցեք եւ հայլի մեջ նայեցեք դուք ձեզի, որ դուք որ չափ կսիրեք այն Աստվածը որ ձեզի կյանք կուտա ամեն օր, եթե գրնաք հասկանալ այս խոսքերը, եթե շվարածեք շատ լավ գնեք, հայլին նայեցեք, ասեք որ ես շվարած անձնավորություն մնեմ դեր, չեմ գիտեր ինչպես քեզ պետք է սիրեմ, ինչպես քեզ պետք է ճաշտեմ։ Խոսքսի առաքյալը թե ինչպես պիտի ճաշտենք Հիսուսը Ղուկաս 22-րդ գլխուն 42-րդ համարը պիտի գարտամ Ղուկաս 22 պիտի գարտամ 39-ն Ղուկաս 22-րդ գլուխ 39-ն պիտի գարտամ եւ նայեցեք ցեզի կյանք տվողը ով է Եվ պիտի մտածեք, որ մեկի գեղեցին պետք է երթակ կամ ուր պիտի երթակ զինքը ճաշտելու համար։ Լավ մտի գրեք այս անձնավորությունը։ Հետո իր սովորությանը պես Տիտենասներ ելավ աշակերտներուն իր յետևեն կացին ու երբ դեղը հասավ ըսավ անոնց աղոտ գրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Հիսուս կխոսի իրեն աշակերտներուն։ Մենք աղոտ պետք է անենք, որ փորձության մեջ չմտնենք։ Առաջին կայր։ Եվ ինք անոնց մեզ ատվեցավ կարնգեցի մճապ ձունգի վրա կալով աղոտ կներ։ Ով է աղոտ կնող հիմա? Հիսուս ինքը ձունգի վրա կալով գաղոտ է, որուն համար գաղոտ է, ինձ համար գաղոտ է։ Չոր կատանեն համար չաղոտ է։ Ինձ համար գաղոտ է, քանի որ ես իրեն նմանությունով ստեղծեց ինձի։ Ինչու ցանցրած ես Եվ չես կրնար աղոթել իրեն, եւ չես կրնար երթալ եկեղեցիները, որ երգրբակես իրեն Սուրբ անունը, ներկայությունը վայելես։ Այս ասվածը ձունգի եկավ, եւ աղոթ կներ ու գսեր, հայր, եթե գուզես այս կավատը ինձ մի անցուր, բայց ոչ թե իմ գամքը, Սաբակու գամքը թողլա։ Քիդերը որ ինքը մահկանացում պիտի գնքեր խաչապայտին վրա եւ հոնց աղոթքի մեջ կսի հայր կուգամ կթողլա այսօր տուն այս աշխարհի վրա Գաբրիս քանի անգամ գսես ով հայր կուգամ կթողլա ինչպես որ գուզես մեզ մեկանի հոգիներ իրենց կյանքին տածքին գսեն հայր կուգամ կթողլա գաղոթենք քեզի խնդրենք անելիքներ կան բայց կուգամ կթողլա Կուգամ կթողլա կեդենք ինչ կնշանագե վստահության արդահայտություն է 100% վստահության արդահայտություն է Հիսուսի կողմաներեն հորը ինձի համար Ես գիտեմ որ կուգամ կդամենան լավակույնն է ով հայր եւ այնպես ալ է մեզ մեկուն համար եթե հավատաս Ասված ով մեկադեմ ով մեկուն չարպաներով չի փորձեր այլ գբահե Եվ երկինքեն դրաշտակ մի երևցավ անոր զորացուց սանիգա, սաստիկ նեղության մեջ լալով ավելի չերմերանտությամբ աղոտ կներ։ Ռեշտակը երկինքեն իչավ, որով հետև անիգա ասուզոգամ կխնդրեց։ Զինքո զորացնելու համար երկինքեն իչավ, որև անիգա սավ հայր կուգամ կտոլլա։ Ասվածը սավ կնա ռեշտակ ուկնես իրեն, օկնե իրեն։ Այս կպատայի կեզ եվ որ աղոթես և իր կրդինքները արյունի մեծ գատիլներու բես էր, որ կեդինը կտապվեր կրդինքները դարավանքի կրդինքները արյունի գատիլներու դարձած էին ճաղդեն գվազեին թեպի կեդին որուն համար Ինձ և կեզի համար, ով ունգընթիրներ,
Կացակ սեր սենյակները Ցիտենի բարդեսի նման ձունգի եկեք եւ աղոթեցեք այս Աստծուն սելով որ իր կամքին համար գուզեք ապրիլ այս աշխարհի վրա զինք ներկայացնելու Կարծես արդեն գմերներ Գեցեմանի մեջ աղոթազադենը Աղոթքեն ելելով աշակերտներունքով եկավ ու կդավ զանոնք դրտմուտենեն կնացած ուսավանոնց Ինչու կնանակ ելեք աղոթ գրեք որբեսի փորձության մեջ չմտնեք Հիսուս կսենայր փորձության մեջ չմտնելու համար աղոթե Վերջին ասնավորության մասին պիտի գարտամ Փիլիպպեցիս 3-րդ գլուխ 14-րդ համար Դասներեկեն եղբայրներ Ես չեմ սեբեր թե բռներ եմ, բայց հիշեցնեմ թե յետևի եղածները մորցած եմ ու արջևի եղածներուն գտիմեմ նպատակը գտնելով թեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերին գոչումին մրցանակին գվազեմ Այս աշխարհի վրա մրցանակ մոնիս որ գկալես գվազես Այս մրցանակի առնչությունով երկու վարյան եւ պիտի պագեմ Տուն եւ ես այս աշխարհի վրա որ մեկ մրցանակին համար գվազենք Դոկտորա դիգրի առնելու համար գվազենք Մեծ վաճառադում ունենալու համար գվազենք Ամուսնանալու համար գվազենք Ուսում առնելու համար գվազենք Որ վերջ գանանք ոսկիները համրել Ոսկիները համրելու ժամանակ արդեն 80 տարեկան եղար Որում պիտի մնաք ոսկիները Տուն որուն համար մրցանակ ուզեցիր շահիլ Եվ ադոնեցածները որում պիտի մնան Մեկը գար այս կաղաքին մեջ, որ ես լավ գիտեի և ուրիշ կիցոներ ալգային։ Աստեղի եղոներեն չեմ գարձեր մեկ գիտե, այլ մդիգլոներան մեկի չեմ գարձեր որ գիտե։ Եթե գիտեք իսկ անոն բիտ չի դամ, որդև չեք գիտեր, եթե անոն չի դամ։ Այս մարդը հավակեց, դուն հավակեց, տրամ հավակեց։ Իրեն կովը պարեգամ մգար։ Այս պարեգամ որ մինձի եկավ ասավ սարկիս եղբայր ասավ, այս մարդուն ես պամը ասի ասավ, ինչը սիրեսի, ասի որ ասավ նայիր, այդ սունդուգով ունեցած տրամները, և որ մերնիս, ես կու տակաղիտ մեջ բիտնեմ, որ հետը տանիս։ Մարդը ասավ ինձին այցավ, այդ ինչպես բիդալլա, ասավ որ եթե ասավ ավելի շատ ունիս, յուղոլմը բիդի վարձեմ կեզի համար, կու տակաղիտ օտոյն եդև բիդի գաբեմ, Եվ հետդ բիդրայս է բիդտաղես, ինչպես կլա, գեցավ այսպես կսե մարդը մդածեց, ադիգա չոլար ասավ, ուրեմն ասավ այս ունեցածը դսավ, ուրիշին օգտագարության համար դերոչը պարկին համար կործած է, շրջաբադը չադաղկատներ կան, Բողոսարակյալ, Այս մրցանագին համար գկալեր և գվազեր, ավետարանը կարոզելու, դերը բաշտելու։ Այս անգայուն աշխարի մեջ ապրելով, եթե Քրիստոսը չիջանչնաս, իդի գործվիս։ Եթե Իսուս կոնստական պրգետ չնտունիս, իդի գործվիս, կանը որ չես կիդեր թե ինչ կբադայի։ Երկու զինվորներ, երբ որ գբահբանեին քաղաքը, Վաշինգտոնի մեջ արդեն սպանվեցան երկուքը մեկ։ Ինչ հանցանքով նգեցեր էին հոն։ Հանցանք չունեին։ Իրենց պետության հրամանին համաձայն գեցան հոն, որպեսզի բահբանեն քաղաքը։ Բայց ահապեկի չի եկավ, ես չեմ գիտեր ով է։ Ես կրնամ էր սատանային ցերքին մեջ գործակալ մնե, որ երկու անձերուն հոգիներ կանտեց եւ մերծուց, որ ինքնաս Տժողքի մեջ պիտի այրի,
Եվ մերան անոնք լուր չունեին, անոնք իրենց բաղագություն գնեին։ Ուրիշ մերը ճամպան գեցած է, որ բասկը սպասե։ Ինքնաշարժ մի եկավ զարգալ, փչացուց իրեն և ինքնալ հոն մերավ։ Լուրուներ ինքը, քուն այսօր գկալես այս ճամպաներու մեջ թուն գիտես ով բիտան տիպի կեզի, որ մեկ խմանը բիտան տիպի, որ մեկ հիվանտը բիտան տիպի, չես գիտեր։ Անոր համար պատրաստ լալ պետք է Քրիստոսը թիմավորելու, պատրաստ լալ պետք է երգանք կկատարելու այս աշխարհի վրա, խնդրանքս է, եւ ոչ թե միայն իմ խնդրանքս է, Հիսուսի փապակն է, որ այս աշխարհի վրա ամեն մեկը կարողանա ճանչնալ իր սերը մեզի հանդեպ ունեցած սերը, որ Գեթսեմանի բարձեզի մեջ արցունքով, արյունոտ կրդինքով թափեց իր արյունը եւ կրդինքը այս աշխարհի կետնին վրան, որովհետեւ քեզ սիրեց, քեզ փրկե քո մեղքերդ եւ ժառանգորդը դարձնի երթային տակավորության իր հրամանովը եւ իր զորությունով քեզի վերցնե քերեզմաններեն ինչպես որ ինքը հայրություն արավ երրորդ օրը դեր ու օրտնեց եւ բահեց մինչեւ հաջորդ հանդիպում